Կառավարության նիստը սկսվեց վարչապետի հայտարարությամբ կրկին մենաշնորհների դեմ պայքարի մասին, չնայած ըստ նրա որոշ ապրանքատեսակներ մենաշնորհային չեն, բայց հանրության կողմից ընկալվում են այդպիսին։ Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աշխարհ, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր եւ միջին ձեռնարկատերի շուկայից դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շուկաների ոտնահարումը, կոռուպցիան, գների անիմն տատանումները եւ ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը։ Հովիկ Աբրահամյանը մեկ ամիս ժամանակ տվեց կառավարության որոշ անդամներին մշակելու մեխանիզմներ, որպեսզի նշված խնդիրները լուծում ստանան։ Ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը։ Իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայական քննության առարկա։ Անցնելով օրակարգին կառավարությունը չընդունեց արդարադատության նախարարության առաջարկությունը փոփոխություն կատարել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ օրենքում, ըստ նախագծի հայտարարագիրը չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքում զգուշացումից 30 օր անց պետք է սահմանվեր տուգանք նվազագույն աշխատավարձի 200 պատիկի չափով։ Նախագիծը ներկայացված աշխատերի տեսքով համաձայնված չի էթիկայի հանձնաժողովի հետ, որը հիմնական պատասխանատուն է, տակը դրված չի գործիքակազմը։ Այս ձևով ընդունումը կրելու է ձևական բնույթ։ Չնայած Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ քննարկումներն այս պահին շարունակվում են եւ մինչեւ ազգային ժողով ներկայացնելը նախագիծը կլրամշակվի, բայց վարչապետը այնուամենայնիվ համաձայնեց նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ։ Եթե մենք ընդհանուր հայտարարիչ գանք եւ ամեն ինչ բարձ չլինի գործիքակազմից սկսած բոլոր հարցերը, անիմաստ է ընդունել մի նախագիծ կամ օրենք, որը որ չեն կարողանալու կիրարկել։ Կառավարության մեկ այլ որոշմամբ Հայաստանի եւ Իրանի միջև առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր կկնքվի։ Գործադիրը վստահ է, համաձայնագրի ստորագրումը կխթանի զբոսաշրջությանը, տնտեսական եւ առևտրային կապերի ամրապնդմանը։